Համեցեք, եղբայր, համեցեք։ Հա, թող գա։ Բարի։ Ես Դավիթն եմ, Երևանում ծնվել եմ, Երևանում ուրախ եմ, եղբայր։ Այստեղ էլ ապրում եմ մինչև այսօր։ Ուրախ։ Ձեզ մի հարց կարելի է։ 2018 թվականին ես էլ մասնակցել եմ հեղափոխությանը, պարոն վարչապետ, առաջին օրից մինչև վերջին օրը։ Ու հիմա հայտնվել եմ այնպես վիճակում, որ դատական process-ների մեջ եմ, հեսա մանրամասն եմ։ Կարճ ասեք, որտեղ։ Չէ, այնպես հարցը շատ լուրջ հարց է, պատերազմի մասնակից եմ։ Լուրջ հարցի մեջ եմ, այսօր կարճ եմ կարող ասեմ, էլի կներեք։ 2010-ից 12 թվականի ժամկետային զինծառայության մեջ եմ եղել, այն որ բանակի գերազանցիկ ու շատ լավ ծառայությունը վերջացրել եմ։ 2020 թվականին մոբիլիզացված ուժերով գնացել եմ 44-օրյա պատերազմին, որպես ականանետի հրամանատար, մինչև վերջին օրը մասնակցել եմ մարտական գործողություններին։ Անցած տարի ապրիլ ամսին գնացել եմ վարժական հավաքների, էլի որպես ականանետի հրամանատար։ Լավագույն արդյունք եմ ցույց տվել։ Գլխավոր շտաբի պետից դիպլոմ ունեմ, պաշտոնյա ունեմ։ Հիմա հայտնվել եմ այնպես դրության մեջ, նախանցած տարի ինձ հոկտեմբերի 1-ին կանչում են վարժական հավաքների, պոլիտիկայում այդ ամբողջ փուստերը հանում են, ինչը որ անհրաժեշտ է։ Կանաչում են պիտանի։ Էլ են կանչում վարժական։ Կներեք հեսա որ ասեմ։ Այդ երկրորդ անգամ են կանչում։ Դրանի այդ իմ գնալուց առաջ կանչել էին, հենց այդ էլի թեման, այդ հարցը։ Գնում եմ պոլիտիկա այդ ամբողջ ստաբանությունը պիտանի եմ համարվում, այնպես է ստացվում, որ չեմ կարողանում գնալ։ Բայց չեմ խուսափում, ես գնում եմ ասում եմ, որ մյուսին կգնամ։ Արդեն դատական process է բացված լինում, ու հիմա ասել է նրան, որ ամսի 15-ին իմ դատն է, 15-ով կներեմ այդ ավարտն է։ Չէ, բայց հասկանամ ես, այսինքն դրանից հետո դուք այնուամենայնիվ գնացել եք։ Այնուամենայնիվ գնացել եմ, ուղղակի ես ոնց հասկանում եմ, ձեր ընդունած օրենքի այնց է, որ իրանք չունեն, ասենք, տարբերակող մեխանիզմ, ասենք ես խուսափում եմ, թե գնում եմ։ Եթե դուք ոչ կներեք։ Ինձ ասում են բժշկի թուղթ բերեք, ես առողջ եմ, բժշկի թուղթ որտեղ է ստանում։ Եղբայր, մի րոպե, դուք գնացել եք վարժական։ Գնացել եմ անցած տարի, անցած տարի մի հատ կանչել են, չեմ կարողացել գնալ։ Հիմա դուք, այսինքն գնալուց առաջ չգնալու համար եք։ Ապրեք։ Դե մենք օրենքը ընդունել ենք, որ եթե այդ պարագայում մարդը ի վերջո գնացել է, այդ գործը կարճվի։ Ինչի է ձեր գործը դատարան։ Իմ գործը կարճված չի, ամսի 15-ին ես այդ գումարը չեմ չվճարելու համար ինձ կալանք են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Եղբայր, մի րոպե, շատ խառը պատմություն։ Խառը պատմություն չի ցած։ Ես խառը ասեք, պարզաբան։ Ավելի լավ է մենք մի հատ կոորդինատ վերցնենք ձեր քրեական գործին մի հատ ծանոթանանք, քրեական գործը ամսի 15-ին է։ Հա, եղբայր, հասցնեք ես գնամ կալանքի։ Չէ, Կամ դրա արդարը ձեր ընդունած օրենքն է, դրա արդարը մի հատ ինձ կբացատրեք, sense բոլորն էլ լսեն, որ ես ասենք իմ ամեն ինչը տենց պետության բանակ հետ կապված նվիրել եմ, այսօր բանից բարձրանում է Նիկողոսյան։ Պարոն Նիկողոսյան, եթե դուք արդյունքում գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չեն դատի։ Եթե դա ամսի 15-ին շատ լավ, հիմա եկեք իմ օգնականն է, կոորդինատ տվեք, նվիրեմ ձեզ։ Նվիրեք, 0-7 Նա ավարտեի, բայց հասկացա ժամանակ չունեք։ Ուրիշները էլ պետք է ասեն։ Հա, շատ կարևոր հարց է, էլի, ձեր ընդունած օրենքն է։ Ձեր ոչ նախին կա, ոչ ներկա կա, ձեր Պարոն Նիկողոսյան, մենք հատուկ օրենք ընդունել ենք այնպես։ Օրենքը ընդունել եք, բայց չեն կարողանում իրանք ասենք, նայ, քննիշն եք ներողություն։ Եղբայր, մի րոպե, ասում եմ մենք օրենք ընդունել ենք, որ դուք արդյունքում եթե գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չդատել։ Հիմա, եթե մի րոպե կներեք, սպասեք, եթե ուրիշ հանգամանքներ կա, որոնք պատճառ են դառել քրեական գործի, ես դա չգիտեմ։ Քրեական գործ, ես ձեզ ասում եմ, վարժական հավաքներ չներկայանալու համար քրեական գործ, Պարոն Նիկողոսյան, ես ձեզ հասկացա, ասում եմ, ես չեմ կարող ձեզ այդ բանավոր քրեական գործի հատորները, որ դրած է դատախազատում, հարգելիս դուք դատավարության մի կողմն եք, ես պետք է դատավարության մյուս կողմին էլ լսեմ, տենամ իրանք ինչ են ասում, որ եղբայր, պարոն Նիկողոսյան, չէ, մի րոպե, ասում եմ դուք մի կողմն եք, հասկացա՞ք, կա դա ուրիշ կողմ, որ ձեզ մեղադրանք է, հիմա ես ձեզ ասածը հասկացա, մի հատ էլ իրանց էլ կլսեմ, եթե ձեր ասածը եւ իր ասածը համապատասխանի,
Ուրեմն իմ դիրքորոշումն է, որ ձեզ չպետք է դատեմ, բայց կարող է իրանք ուրիշ փաստեր բերել, Իրանց ասածը հիմա ես ձեզ կներեք ներկայացնեմ ոնց կա։ Մի րոպե։ Դուք որ ժամուկես ասուլիս եք տալիս, ես ձեզ լսում եմ։ Կարող անջատեք դուք իմ ասուլիսը, բայց ես ասում եմ, մարդիկ սպասում են, կոորդինատը։ Եղբայր, մի րոպե, հանգիստ։ Ուրեմն կոորդինատը տվեք, ես քրեական գործ չեմ պատրաստվում քննել, եղբայր։ Ես չեմ ասում քննել։ Ես ասում եմ ձեր ընդունած օրեկը նենց է, որ չեն կարողանում տարբերակեն խուսափողը։ Եղբայր, հիմա ձեր պահվածքով դուք ձեր ամբողջ պատմությունը դարձնում եք անվստահելի։ Ասում եմ, ես ձեր գործերով, դատական գործերով կզբաղվեմ։ Ես չեմ կարա փողոցում գալիս են մարդիկ մոտենում, ասում են ինձ դատել են ոչ մի բանի համար, տվել են 15 տարի։ Գնում ենք տեսնում ենք դիակ կա, սպանություն կա, թմրանյութ կա, կաշառք կա։ Դե ես տարբերում եմ ես հանցագործությունը։ Եղբայր, ասում եմ պետք է իմանամ քնչական մարմինը ձեզ ինչի համար է մեղադրանք ներկայացրել։ Մեղադրանքա ներկայացրել, որ չեմ ներկայացել։ Այդ կարճ Շատ ասում լավ։ եմ։ Ուրեմն դատական գործ է, ես չեմ զբաղվում դատական գործերով։ Գնացեք Ձեր ընդունած օրենքով Հիշում ես, համբարձումն եմ ես։ համեցեք, Համբարձումն եմ խանութի մոդը, որ են կարել։ համեցեք։ Էս ձեզ։ Դատել են մի հատ հա։ են մի թորի։ Համեցեք։ Մի րոպե։ Ոչինչ, մի հուզեք։ Տիկին Դավոյանից հատուկ այդ գործի համար կներկայացնեք։ Աստծո հարբած մարգարե։ Ես էլ կամ մի հատ Համեցեք։ շնորհակալ եմ շատ։ Հա, ուղղակի։ Բայց սելֆիով ավելի լավ չի։ Մա մարի։ Մաչկերից չեմ ավար։ Եկեք նայեք։ Մենք շնորհակալ ենք։ Միայն խնդրում ենք զգուշը։ Ես մենակ եկեք, դուք ամփորձանք լինեք։ Մի հուզեք մատի։ Կարևորը խաղացրես, քաղաքվարություն։ Շնորհակալ։ Հա, ջույք։ Ետ պատրեք դար։ Մի հատ աղջկաս համար մի հատ էլ։ Մի հատ նկարում ենք իրարից, Աջան։ Բայց Թորոսյանը մոտեցավ դες։ Թորոսյանի հետ կապված չի։ Պարոն Փաշինյան, ցերեկային խնամքի կենտրոններից փող շատ լինի, իրանք հետաքրքրություն հանել են ընդդեղից տնօրենը։ Հիմա ես ասենք, եթե Որտեղ է փրկությունը։ այն երրորդ մասը ինչա։ Դե մի հատ Թորոսյանը ուրա խնդրում եմ, էլ Հիմա մոտեցավ։ Բայց մի հատ էլի բացեք, ինչ գիտես, ես քաղաքին մոտ։ Ծնողները կարողանեն տանեն։ ըստ հնարավորության կբացենք։ Շատ լավ։ Փաշինյան մի հատ հարց կարելի է։ Շատ լավ։ Ես Ես ձեզ շատ հարգում եմ, շատ սիրում եմ, ես ձեր կողքին եմ։ Ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, 2 հատ ինֆարկտ եմ տարել, ունեմ բանկում արել գումար, այս ժամանակ աշխատել եմ նեղորված համար հետ եմ գցել։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, մի անգամ էլ գերավոր եմ դիմել ձեզ, էլ իստեղ եկել եք ընտրությունների ժամանակ։ Արի։ Մերժեցիք։ Բայց բանկի ձեր գումարը սովետի սովետի գումարի հետ եմ։ Կարող եք եթե օգնեք, ես առանց այդ Մարիկ ջան, այդ 57 չէ, դա չենք կարա։ Հիմա եթե կարողանանք այդքան բանն հիմա որ թվերն են ստանում։ 44 Էտա հիմա ընթացակարգը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, մենք դրա մասին մտածում ենք շատ։ Մենք դրա մասին մտածում ենք, մեր խնդիրը այնա։ Ես ուզում եմ ուղիղ, ես վերջերս պարոն Թորոսյանի հետ մի քանի անգամ այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել։ Ասել եմ, եկեք լուծումը գտնենք այդ խորհրդային խնայ բանկի ավանդները, միանգամից, տեսեք, միանգամից տանք ավարտենք այդ թեման փակենք։ Հիմա ես ձեզ ուզում եմ բացատրեմ ինչու է մեր խնդիրը։ Որպեսզի մենք այդ խնդիրը լուծենք, մենք պետք է իմանանք, որ այդ հարցը լուծելու համար մենք պետք է պետական բյուջեում նախատեսենք այսքան գումար, որովհետև բյուջեում փող պետք է լինի, որ նախատեսենք։ Հիմա խնդիրն է նա, որ մենք չգիտենք, մենք արխիվներում այդ ինֆորմացիան կոնսոլիդացված ոչ մի տեղ չկա, որ մենք իմանանք այդ գումարը ինչքան գումար է պետք, որովհետև եթե դրան պետք է 10 միլիարդ օրինակ կամ 5 միլիարդ, մենք մի տարվա բյուջեում կնախատեսենք, կվճարենք, դուրս կգանք։ Բայց
Մենք վախենում ենք, որ պարզվի դրա համար պետք է 200 միլիարդ դրամ եւ մենք չենք կարողանա վճարենք այդ գումարը եւ պետությունը ճգնաժամի առաջ կկանգնի։ Հիմա ես հանձնարարել եմ պարոն Թորոսյանին, ասում եմ, եկեք փորձենք հասկանանք, գնահատենք թե ինչքան է, որովհետեւ այս թեման ես համաձայն եմ, արդեն 20 տարի ձգվում է, ասենց ամեն տարի եղածնել 200,000 դրամ է։ Ես շատ կուզենամ, որ պարզվի թիվը հիմա, պատկերացրեք ինչ եմ ասում, որովհետև այդ փաստաթղթերը մարդկանց մոտ է, եւ նույնիսկ ՎՏԲ բանկում եւ այլն, իրանց խնդրում ենք, ասում ենք կոնսոլիդացված տվյալ տվեք, որ մենք իմանանք այդ հարցի լուծման համար 10 միլիարդ է պետք, 10, 20, 30 իմանանք քանի տարվա մեջ կարանք նախատեսենք եւ լուծենք։ Շատ եմ ուզում ես անկեղծորեն վերջին ամիսներին առնվազն Թորոսյանի հետ մի քանի անգամ խոսել եմ, խնդրեմն է նա, որ մենք մութ սենյակ վախենում ենք մտնենք, որովհետեւ կարող է պարզվի պետության վրա ֆինանսական բեռը այնքան շատ է, որ երկիրը դեֆոլտի առաջ կա։ Չէ, չեմ կարող, անկեղծ եմ ասում։ Մի րոպե կարելի է, Չեմ կարող, գիտեք, չեմ կարող։ Հա, արդեն ժամանակն է։ 5-ից 20 պակաս 10 Շատ լավ։ Երեխեք, ժողովուրդ արդեն պետք է գնանք, բայց այդ հարցով հավատացեք, մենք մտածում ենք շատ լավ։ Կզբաղվեք ցավը տալու, լավ։ Հույս ունեմ, որ կզբաղվեք այդ Անպայման, բայց անհատական չենք կարող լուծել, որովհետև ձեր նման շատ հարգելի, չէ, ուրիշներն էլ կդիմեն, իրանց ոնց մերժեն, կա